Վերջին օրերին միջազգային պարբերականներն ահազանգում են, որ Ռուսաստանը փորձելու է ազդել Հայաստանում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրության արդյունքների վրա, Հայաստան ուղարկելով ընտրելու իրավունք ունեցող ռուսաստանահայերին։ Անկախ դիտոր դաշինքն ավելի վաղ հայտնել էր նաև, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Ռուսաստանից Հայաստան եկող ընտրողներին նյութապես շահագրգռելու համար։ Ըստ անկախ դիտորդի, Ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի կազմակերպմամբ հայ ընտրողները Հայաստան պետք է ժամանեին հունիսի 4-ից։ Միայն հունիսի 4-ին 20-ից ավելի թռիչքներ կային Ռուսաստանից դեպի Հայաստան։ Լուրերը զրուցել է Հայաստան ժամանած քաղաքացիների հետ, որոնց մեծ մասը հիմնականում նշում էին, որ Հայաստան են եկել ընտրությունների համար։ Որոշները նույնիսկ հստակ ասում էին, թե ում են պատրաստվում ընտրել հունիսի 7-ին։ Ռուսաստանից եք եկել։ Ընտրություններին մասնակցելու եք։ Այո։ Արդեն կողմնորոշվել եք։ Այո, Սամվելն եմ ընտրելու։ Իսկ ում եք ընտրելու։ Ուժեղներին։ Դրա համար եք եկել։ Իհարկե։ Եկել եմ պարտք ստամ։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, իրավունք ունեմ մասնակցելու։ Դա մեր երկրին ով տերելն է։ Буду. Для этого приехали։ Можно сказать, да. Իսկ մասնակցելու եք ընտրություններին։ Անպայման։ Ռուսաստանահայերը սահմանին հայ սահմանապահներից ստանում են նաև տեղեկատվական թերթիկներ, տեղեկացվելով, որ ընտրելու համար գումար վերցնելը ընտրակաշարք է, պատժվում է մինչև 7 տարվա ազատազրկմամբ։ Մարդիկ բացատրել են YouTube-ով, բանով, որ ընտրակաշարք վերցնել չի կարելի եւ դա քրեորեն պատժելի հանցագործություն է։ Հունիսի 4-ից Հայաստան ժամանածները նաև Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ստուգումների են ենթարկվում օդանավակայանում։ Նախարարը հերքում է տեղեկությունները, թե նրանք վարժական հավաքին մասնակցելու ծանուցագրեր են ստանում։ Այսինքն չեն տալիս 25-երին վարժական հավաքի ծանուցագրեր։ Հայաստան եկող համապատասխան տարիքի տղամարդկանց։ Երբ, ինչ ժամկետում։ Հիմա որ գալիս Ուղիղ օդանավականում ոչ մեկին չեն կարող ծանոթացնել։ Նախարարը սակայն չի բացառում, որ Ռուսաստանից ժամանածները Հայաստանում գտնվելու օրերին այդպիսի ծանուցագիր չեն ստանա։ Այսինքն Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ով զինապարտա, հայրենիքի առաջ պարտականություններ չունի։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հիշեցնում է, աշխարհում որևէ երկիր չունի լծակներ արտերկրում բնակվող իր քաղաքացիներին ընտրելու իրավունքները սահմանափակելու համար։ Սակայն վստահ չէ, արդյոք այդ մարդիկ տեղեկացված են, որ Սամվել Կարապետյանին ընտրել չեն կարող։ Գուցե Սամվել Կարապետյանը բերի, բայց հայտարարի թե կամ համոզի կամ ուղղորդի կամ գայթակղի գնացեք ընտրեք Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքին, որպեսզի նրանք 8%-ը կարողանան հաղթահարել։ Այն կարծիքները, թե մարդկանց այնպեսի զանգված կա, որը կարող է դուրս գալ փողոց եւ հարց լուծել, իրականում շատ անվստահելի են։ Իսկ Ռուսաստանից եկած մարդիկ գուցե օգտագործվեն այս նպատակների համար, բայց նորից նրանց հետ եւս մարդկանց քանակը կրիտիկական լինել չի կարող։ Նկատում է, խնդիրն այն է, որ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվող մարդիկ որևէ պատկերացում չունեն Հայաստանի ապագայի մասին։ Դրանով է բացատրվում նաև հունիսի 3-ին ուժեղ Հայաստանի հավաքին հնչած ադրբեջաներեն խոսքն ու դրան զուգահեռ Հայաստանի քարտեզի պատրումը։ Ադրբեջաներեն ուղերձը տալով նրանք ցանկանում էին ինչ-որ նոստալգիկ հիշողություններ առաջացնել Խորհրդային Միության ժամանակներից, երբ ադրբեջաներեն հաղորդումներ էին հեռացակվում Հայաստանի Խորհրդային Հանրապետությունում, երևի հույս ունենալով այսպիսով որոշակի զգայունություններ առաջացնել տարիքով ավելի մեծ մարդկանց մոտ։ Փորձագետը կարծում է Հայաստանի քարտեզը, որը Հայաստանի խորհրդանիշներից է, պատրելու, այրելու բոլոր փորձերը նույնպես պետք է քրեականացվեն։ Մերի Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, Արամ Հարությունյան, լուրեր։